շատ ողջունելի էր Սահմանադրական դատարանի այս վերջապես մեզ համար սպասելի որոշումը։ Մենք արձանագրեցինք, որ Սահմանադրական դատարանը սահմանեց երկու առանձին հատուկ սուբյեկտային կազմեր։ Դրանցից առաջինն էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված հարց առանձին պետք է քննարկվի պաշտոնատար անձանց մասով եւ այն անձանց մասով, որոնք ըստ էության գույքը ձեռք են բերել հենց հանցագործությունը կատարելու։ Մեր գնահատմամբ սա այսպես ասած որոշակիություն մտցրեց այս ընդհանուր ապօրինի գույքի ծագման մասին օրենսդրության եւ օրենքի կիրառման հետ կապված եւ մեր գործերով գրեթե 3 առանձին քաղաքացիական գործերում, տարբեր քաղաքացիական գործերում գրեթե մեծամասնությամբ մեծ ազդեցություն կունենա, քանի որ օրինակ մեր մեկ գործով որը կապված է պարոն Վերմիշյանի եւ նրա ընտանիքի հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի հետ, ըստ էության մեր գնահատմամբ այս գործը պետք է կարճվի, ինչի որովհետեւ Սահմանադրական դատարանը սահմանեց, որ ապօրինի գույքի հետ կապված հարցը բացառապես պետք է քննարկվի պաշտոնը ստանձնելուց հետո, պաշտոնատար անձի կողմից, պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված գույքին կամ կատարված լինի հանցանքի հետ, այսինքն ձեռք բերված լինի որոշակի հետևի հանցանքը կատարելուց հետո։ Վահագն Վերմիշյանի գործը ի սկզբանե առանձնահատուկ է նրանով, որ վերջինս ունեցել է գույք գործունեություն է ծավալել արտերկրում, որի վերաբերյալ որևէ բան չի նշվել հայցադիմումում, նաև վերջինիս կողմից այն գույքերը, որոնք նշված են որպես բռնագանձման ենթակա հայցադիմումում, ձեռք են բերվել մինչև 2017 թե 18 թվականը, հստակ չեմ հիշում, մինչդեռ պաշտոնը վերջինս ստանձնել է ՀՀ-ում այդ թվականից հետո։ Հետևաբար նշված գործով արդեն իսկ մինչև ՍԴ որոշում կայացնելը բազմիցս ներկայացվել են ապացույցներ, որ վերջինս բավարար միջոցներ է ունեցել այդ գույքերը ձեռք բերելու համար, քանի որ թե արտերկրում այդ թվում պաշտոն է զբաղեցրել, թե դրանից հետո արտերկրում այլ գործունեություն է ծավալել, որը բավարար եկամուտներ է բերել, որպեսզի այդ մի քանի կտոր գույքը ձեռք բերվի։ Հետևաբար այս տեսանկյունից նույնիսկ դատախազությունը բազմիցս եղել են հետաձգումներ, որպեսզի իրականացվի վերահաշվարկ հայցադիմի, սակայն վերջնահաշվարկը անակնկալ ձևով ներկայացվեց հայցի հիմքի առարկայի փոփոխության տեսքով, ինչը մեզ համար տարակուսելի էր եւ հաշվի առնելով այն փաստաթղթերի ծավալ, որ մեր կողմից ներկայացվել էր, այն թվաբանությունը, որ ներկայացված էր հայցի հիմքի առարկայի փոփոխության մեջ, առհասարակ կրկին տարակուսանք էր առաջացնում, քանի որ մեր նույնիսկ մոտավոր հաշվարկներով դա այլ թիվ պետք է լիներ։ Սակայն այնուամենայնիվ մի կողմ թողնելով այս ամբողջ նախապատմությունը, նշեմ, որ այս ՍԴ որոշումը մեր խորին համոզմամբ արդեն իսկ բավարար հիմքեր է տալիս, որպեսզի մոտականիստին դատախազությունը համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի հրաժարվի իր կողմից ներկայացված հայցային պահանջներից, քանի որ այս դեպքում ակնհայտ է, որ ամբողջ գույքի գրեթե եւ 90%-ը իսկ անշարժ գույքի վերաբերյալ պահանջները ամբողջությամբ վերաբերում են մինչև պաշտոնավարումը ձեռք բերված գույքին։ Պարոն Վերմիշյանը ըստ էության, ինչքան հիշում եմ, 2019 թվականին է ստանձնել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, իսկ դատախազության կողմից այսօր դատարան ներկայացված այդ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված հայցով նրանք պահանջում են 4 կտոր գույք, որը ըստ էության ձեռք է բերվել միջև սկսած 2008-9 թվականից սկսած մինչև պարոն Վերմիշյանի կողմից իր պաշտոնը զբաղեցնելը։ Հետևաբար մեր գնահատմամբ դատախազությունը ըստ էության
մենք ակնկալում ենք հաջորդ նիստին, որը ըստ տեղի ունենալու 2025 թվականի մայիսի 26-ին, ըստ դատախազությունը ինչպես նախորդ նիստում հայտնեց, որ վերջնական միասնական դիրքորոշում չունեն այս հարցով, բայց գտնում ենք, որ ըստ էության երևի թե ակնկալում ենք, այսպես ասած, որ դատախազությունը ի վերջո կներկայացնի հայցից հրաժարվելու վերաբերել միջնորդություն։ Սրա մասին մենք բազմիցս խոսել ենք, այսինքն մինչև այս Սահմանադրական դատարանի որոշման կայացումը մենք մեջ ենք բերել Եվրոպական դատարանի կողմից նախադեպային որոշումը, որ ըստ վերաբերում է Տոդորով ընդեղ Բուլղարիա, որտեղ հստակ Եվրոպական դատարանը ըստ էության արձանագրել էր, որ չի կարող այ նմանատիպ վարույթները հարուցվել ցանկացած անձի նկատմամբ։ Ըստ էության պետք է լինի որոշակիություն, պետք է լինի սուբյեկտային կազմ, եւ այդ սուբյեկտային կազմն են այս երկու սուբյեկտային կազմեր են, մեկը առաջինը դա պաշտոն, հետո ձեռք բերել գույք, այ հենց գույքի նկատմամբ պետք է այդ դրանից հետո նոր պետք է նման վարույթները հարուցվեն կամ պիտի լինի հանցանք եւ կապակցված լինի այդ հանցանքով գույքի ձեռքբերում։ Շատ հստակ նաեւ արձանագրումներ կան, թե օրինակ մինչեւ պաշտոն զբաղեցնելը կամ մինչեւ հանցանք կատարելը գնալ ուսումնասիրություն կատարել նախորդ տարիների համար, այո դա եւս շատ ճիշտ դիրքորոշում է, ինչ որ անձ, որը հայտարարվում է օրինակ պայմանական ինչ որ մի 5 միլիոն դրամ, մինչեւ պաշտոնը զբաղեցնել, հետո պաշտոնը զբաղեցնելուց հետո ձեռք է բերում գույք եւ նա վկայակոչում է, որ իր գույքի ձեռքբերումը ըստ էության կապված է իր նախ մինչև պաշտոնը զբաղեցնելու ունենալը այդ 5 միլիոն դրամը։ Հետևաբար նա եւս տալիս է հնարավորության հենց այդ ուսումնասիրությունը կատարել, այ հետ գնալ պաշտոնատար անձի, մինչև պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածի համար, տեսնելու թե վերջինս ինչ եկամուտներ է ունեցել։ Այսինքն այստեղ եւս կան որոշակիություններ, թե ինչքան կարող է գնալ դատախազությունը մինչև պաշտոնը զբաղեցնել կամ մինչև հանցանք կատարելը, այ հենց այդ նախորդ տարիների ուսումնասիրությունները ըստ էության կապակցվում են վերջինիս կողմից եկամուտների, ավճիշտ այդ անձի եկամուտների վերաբերել որոշակիություն կամ ավելի հստակ տեղեկատվություն ստանալու համար։ Սահմանակցային է այս հակակոռուպցիոն գործերի քննության ընթացքի ելքի որոշման համար որոշմամբ ըստ էության հաստատվեց այն դիրքորոշումը, որը մենք ամեն դեպքում մեր մասնակցությամբ իրականացված գործերով բազմիցս ներկայացրել էինք դատարանին, այսինքն մեր առաջին իսկ առարկություններից ակնհայտորեն բխում էր, որ հաշվի առնելով առկա միեդի պրակտիկան եւ առհասարակ օրենքի տրամաբանությունը, սեփականության իրավունքի ինստիտուտի տրամաբանությունը ակնհայտորեն օրենքը եւ դրա հիման վրա կատարվող դատավորությունները, ուսումնասիրությունները ունեին խնդիր եւ իմ կարծիքով Սահմանադրական դատարանը այդ խնդրին վերջնական այս բան բավականին հստակ լուծում տվեց, այսինքն սահմանազատելով, որ բռնագանձման կարող է ենթարկվել միայն այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնը ստանձնելուց հետո անձի, ինչպես նաև ոչ պաշտոնատար անձ հանդիսացող մասնակիցների վերաբերյալ, սակայն որոնք առնչություն ունեն հանցագործությունների հետ, գույքը պետք է առնչություն ունենա այդ հանցագործության հետ։ Ըստ որոշման տրամաբանության ստացվում է, որ այդ հետ գնալու, այսպես ասած, որոշումներն պետք է ունենան որոշակի հիմնավորում, թե ինչու է լինում այդ հետընթացը եւ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկատվություններ բացառապես պետք է ունենա տեղեկատվական բնույթ, որպեսզի ըստ դրա որոշվի անձի գույքի հետագա ճակատագիրը, այսպես ասած։